Պարոն Մելքոնյան, Ադրբեջանը մեկ ամիս շարունակ ապատեղեկատվություններ տարածում, որ հայկական զինված ուժերը Ադրբեջանի ուղղությամբ կրակ են բաց թողել, դրան հաջորդեցին իրենց կողմից կրակոցներ եւ սահմանի մի քանի հատվածներով կրակոցներ են ընթանում, նաեւ վնասվել է Խծաբերդի մշակույթի տունը, նաեւ բնակչի տունը։ Ինչ նպատակ ունեն եւ ինչ զարգացում կարող է ունենալ։ Դե հիմնական նպատակն է, որ ասենք խաղաղության պայմանագիրը արդեն համաձայնացված էր երկկողմանի եւ պետք է խաղաղության պայմանագիրը կնքվեր, քանի որ նաեւ ասենք բոլոր երկրները շնորհավորեցին, որ արդեն եկել են բան, որ խաղաղության պայմանագիր կնքվի։ Իրանք չեն ուզում այդ պայմանագիրը կնքեն, բնական է, դրա համար պատճառներ են իրանք միշտ որոնում, որպեսզի ասենք չստորագրեն այդ պայմանագիրը։ Եվ հիմնականում ասենք պայմանագիրը չստորագրելու պատճառը նաև կրակոցներն է, որ իրանք սկզբից սկսեցին, որ ասեցին, որ Հայաստանը կրակում է սահմաններին, սադրանք էլ է դեր ման արեցին, որ իբր մենք ենք կրակում սահմաններին, բայց իրանք մոռանում են, որ այստեղ գտնում են եվրո դիտորդները, որոնք ֆիքսում են ամեն օր, որ ասենք Հայաստանի կողմից կրակոցներ չկան։ Իրանք սկսեցին կրակել, իրանց այդ համաձայն իրենց խասյաթի, որ 30 տարի կրակել են անընդհատ, հիմա նորից իրանք սկսեցին կրակել սահմաններին։ Հիմա եվրոդիտորդները ինչու չեն զեկուցում, որ հայկական կողմը չի կրակել իրենց ղեկավարությանը եւ ինչու Եվրամիության կողմից որևէ հայտարարություն չկա այս ուղղությամբ։ Իրենք զեկուցում են, այնպես չի որ չեն զեկուցում, իրանք զեկուցում են, որ իրավիճակը ոնց կա, իրանք այնց էլ զեկուցում են։ Բայց որ զեկուցում են, դա ինչ է փոխվում, եթե սահմանի կրակոցները շարունակվում են, գյուղացիներն ասում են, որ վախի մթնոլորտ է ձևավորված, ամբողջ գիշեր կրակում են։ Ուրեմն ես մի բան ասեմ, որ 30 տարի այդ մարդիկ կրակել են։ Այդ նույն սահմանների կրակել են, գյուղերի վրա կրակել են 30 տարի։ Այնպես չի, որ մենք իրանց այդ խաղաղության պայմանագիր արդեն կնքեպրծել ենք, իրանք էլ չեն կրակելու։ Իրանք կրակել են, նորից կրակում են, ոնց որ մենք։ Ավելի ինտենսիվ է։ Ամենօրյա ռեժիմով ասում են ինտենսիվ կրակոցներ են հնչում ժամային, այսպես պարբերականությամբ։ Չէ, ինտենսիվ կրակոցներ ես չեմ տեսնում, որ ինտենսիվ կրակոցներ է, ինտենսիվ կրակոցները ես տեսել եմ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, 5 տարի առաջ, որ իրանք անընդհատ գնդակոծել են, ասենք, մեր նույնիսկ ասենք Արցախի հատվածը, չէ, իրանք նույնիսկ Տավուշի շրջանում են գնդակոծել, չմոռանանք այդ դեպքերը, իրանք անընդհատ էլ կրակել են։ Եվ ինձ թվում է, որ այդ մեր սահմանամերձ գյուղերը, որ ասում են ինտենսիվ կրակում են, թող իրանք համեմատեն, ասենք առաջվա կրակոցներին, որ նման այդ ծավի կրակոցներ հիմի չկան, իրանք ուղղակի սադրանք են անում, որպեսզի կարողանան հասնել իրանց նպատակին։ Երբ որ մենք էլ, ասենք, հունից դուրս գանք, սկսենք կրակոցներ, իրանք էսկալացիա սկսեն մեր երկրի դեմ։ Դուք կարծում եք զարգացում չի լինի։ Չէ, այսպես կրակոցներ կարան լինեն, բայց զարգացում Արցախում ես չեմ տեսնում։ Բայց մի քանի ուղղություններով է, եւ Տավուշում, եւ Գեղարքունիքում, Սյունիքում։ Դա առաջներ էլ մի քանի Սյունիքում կրակել են, Վարդենիսում կրակել են, Տավուշում կրակել են, բոլոր տեղից կրակել են։ Իմի ուղղակի մենք սադրանքի չգնանք եւ պատրաստ լինենք ամեն ինչ։ Օրինակ պատերազմը, եթե իրանք սկսեն հարձակվեն, մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու։ Այս սրան պետք է պատրաստ լինենք մենք։ Ես դա է հարցում, դուք ասում եք ճնշման գործիք են որպես կիրառում, ես հարցնում եմ հնարավոր է, որ իսկապես հող են նախապատրաստում տեղային ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Դե ես ասում եմ 30 տարի իրանք կրակել են այդտենց։ 30 տարի անընդհատ կրակել են սահմաններին։ Հիմա նորից շարունակում են կրակել։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք։ Իսկ մենք պատրաստ ենք։ Իհարկե պատրաստ ենք։ Ունենք բանակ, որը մեր սահմանները պաշտպանում է։ Նաև ականապատ քարտեզների հետ կապված են իրենց պահանջները ներկայացնում, ասում են ամբողջը չեք տրամադրել, պետք է տրամադրեք, այս մասով ինչ կասեք։ Դե իրենք դա էլի նորից բանա, մահանայա պայմանագիրը չստորագրելու։
Մենք իրենց քարտեզները որտեղ որ իրանք բան են արել, ուզել են այդ քարտեզները լրիվ տրվել է իրանք։ Ամբողջը տրված է իրենց։ Ինչ թվում է, հա, քան որ այդ տարածքները արդեն գտնում են իրանց մոտ, իրանք այդ տարածքների վրա են, այդ քարտեզները պահելը մեր ինչին է պետք ասենք։ Ինչ պետք է անենք այդ քարտեզներով։ Ու մենք տվել ենք այդ քարտեզները։ Իրանք այդ պահանջել են, մենք էլ այդ քարտեզները հատկացրել ենք իրենց։ Ինչու են մեղադրում, ասում են իբրև թե զոհեր են ունենում եւ այլն, ինչ նպատակ ունի այս ապատեղեկատվությունը։ Կարող է խմած գնացել են, մինի վրան տրակվել են, իմի զոհ եղել, մենք դրանում ինչ մեղավոր ենք։ Մենք տվել ենք իրանց այդ քարտեզները, թող օգտվեն այդ քարտեզներից։ Իման որ խոսում այն մասին, որ եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, սահմանազատումը իրականացվի կամ փուլարփուլ թեկուզ սահմանազատումը իրականացվի, այդ տարածքներում սահմանապահ զորքերը պետք է կանգնեն։ Սա վտանգ չի ներկայացնում իրենից։ Ինչքանով եք վստահ, որ խաղաղության պայմանագիրը որ կնքվի, նրանք պահելու են այդ պայմանագիրը եւ չեն հարձակվելու։ Ուրեմն նա խաղաղության պայմանագիրը, եթե մենք կնքենք էլ, եթե իրենք նորից ցանկանան պատերազմ սկսեն դա միանշանակ։ Իսկ այն որ վերաբերում է սահմանազատում կատարելը, սահմանագծելը տարածքները, ոնց որ ասենք մի որոշ բան ունենք մենք Տավուշի շրջանում։ Այնտեղ կանգնած են սահմանապահ մեր զորքերն են կանգնած։ Իրանցից էլ են կանգնած սահմանապահ զորքերը, բայց հիմնական զորքերը ավելի խորքում են կանգնած։ Եթե իրանք սահմանը խախտեն, սկսեն պատերազմը, ելի կսկսեն, ինչի մասն է խոսքը։ Այնպես չի որ այս խաղաղության պայմանագիրը կնքեցինք ու եւ վերջ։ Բայց ավելի հեշտ առաջ կգան, եթե սահմանապահ զորքերը կանգնած լինեն։ Տանք չի ներկայացնում։ Նաեւ պահանջում է, որ պետք է ենթակառուցվածքներ ապամոնտաժվի, Ադրբեջանը նման պահանջ է ներկայացնում։ Ուրեմն, բանը սահմանապահ զորքերը կանգնած են, Սյունիքում կան կանգնած սահմանապահ զորքերը իմի Արդեն հյուսիսում կան կանգնած սահմանապահ զորքերը, մենք հələ չենք լսել մի դեպք, որ սահմանապահ հատվածում, որտեղ որ զորքերը կանգնած են, այնտեղ տեղի ունեցել ինչ որ հարձակում կամ կրակոցներ։ Տեղի չի ունեցել։ Հիմի նույնն է, պետք է մենք այդ սահմանազատման աշխատանքները պետք է նորից սկսվի հյուսիսից, մինչև գնա հարավ, կամ ասենք որևիցե մի կետից սկսվի սահմանազատման աշխատանքները, այդ բոլորը գալիս է նրանց, որ հենց այդ խաղաղության պայմանագիր, եթե կնքվի, արդեն կսկսվի սահմանազատման աշխատանքները, սահմանագծման աշխատանքները, արդեն բանը սահմանում կկանգնի սահմանապահը, զորքերը չեն կանգնելու սահմանում։ Իսկ ինչ վերաբերում է, որ իրենք պահանջում են, իրենք շատ բան են պահանջում, անընդհատ էլ պահանջելու են իրենք։ Այնպես որ ասենք պահանջելու են միշտ։ Հիմա այդ պայմանագիրը եթե կնքվի, որքանով իսկապես խաղաղություն կհաստատվի, այսինքն ինչ երաշխիք կա։ Բոլորը կասկածում են այդ պայմանագրի վրա, այդ թվում նաև իշխանությունը, իմաստը որն է այս դեպքում։ Չէ, դե մենք բոլորս էլ ասում ենք, չէ՞ որ ասենք պայմանագիրը կնքվեց, այդ պայմանագիրը ամբողջ աշխարհն է ողջունելու այդ պայմանագիրը, տես հələ համաձայնություն ենք տվել, ամբողջ աշխարհը սկսեց բան անել, շնորհավորել, որ վերջապես ասենք կարողացանք մենք հասնենք նրան, որ խաղաղություն ստեղծվեց։ Բայց իրանք էլի նորից նախապայմաններ քաշեցին, բան արեցին։ Մենք էլ այն չի որ ասենք հույսներս դրել ենք, այդ պայմանագիրը հենց կնքվեց, թե չէ արդեն վերջ, մնացած ամեն ինչը խաղաղ։ Մենք պետք է մեր բանակն ունենանք, մեր բանակը իր խնդիրները պետք է կատարի։ Հիմնականում բանակը մեր երկրի անվտանգության երաշխավորն է։ Մենք պետք է ուժեղ բանակ ունենանք, որ կարողանանք այս տարածաշրջանում շնչենք, ապրենք։ Էս է հիմնական։ Բայց Փաշինյանն ասում է, որ բանակ առաջին տեղում չպետք է դնել։ Փաշինյանից ես այդպես բան չեմ լսել, կարող է դուք լսել եք, ես չեմ լսել։ Բանակը ինքը ասել է, բանակը պետք է լինի զոր, բանակը պետք է լինի ամենաուժեղը։ Բայց ինչ է արվում այդ ուղղությամբ։ Ամեն ինչ էլ արվում է։ Դուք չեք տեսնում, որ ասենք մենք Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ մի շարք ուրիշ երկրներից մենք սպառազինություն ենք բերում, որպեսզի մեր անվտանգությունը մենք ապահովենք։ Ասում են դրանք համաձայնագրեր են եւ հարցը թե որքանով կյանքի կկոչվեն։ Ոնց կան դուք չեք տեսել, որ արդեն այդ իրականում կա Հայաստանում։ Այդ ինչ որ առնում ենք, իրականում արդեն Հայաստանում է գտնվում։ Հիմա
այդ երկրները, որ այդքան ողջունում էին, որ խաղաղության պայմանագիրը կնքվի, հիմա ինչու չեն ստիպում Ադրբեջանին, որ Ադրբեջանը վերջապես համաձայնվի ստորագրի։ Ես չեմ կարող ուրիշ երկրների տեղ պատասխանեմ այդ հարցին, թե իրանք ինչի չեն անում, բայց բոլորն էլ արձագանքում են։ Շատ եվրոպական երկրներ արձագանքում են դրան, որ բան է կարել, համաձայնվել եք ստորագրել, ուրեմն պետք է ստորագրեք։ Եվրոպան Ալիևի վրա ազդեցություն ունի եւ ազդում է, որպեսզի Ալիևը վերջ առաջ այդ պայմանագիրը պետք է կաստորագրի։ Հիմա երրորդ ուժը որ հեռացվի, ինչը նշված է նաև խաղաղության պայմանագրով, որ եթե կնքվի, ապա երրորդ ուժ չպետք է Հայաստանում լինի, սա վտանգներ չի ներկայացնում։ Այսինքն երրորդ ուժը նայեցես զինված ուժերի մասին չեն խոսում, իրենք ասում են երրորդ զինված ուժերը, երրորդ երկրների, դա Ռուսաստանն է, որ ունի Հայաստանում բազա։ Ես երբեք չեմ լսել Ալիևը, որ ասի, գիտես ինչ, Ռուսաստանը թող իր բազան տեղափոխի Հայաստանից, ինչի՞ չի ասում։ Բայց այն անզեն դիտորդներ, որ կանգնած են, այդ անզեր դիտորդների մասով է, չէ՞, նաև Ռուսաստանն է խոսում, ասում է անզեն դիտորդները առանց Ադրբեջանի համաձայնության, առանց Իրանի համաձայնության կանգնել են։ Այդ մարդիկ զինված են հեռադիտակներով, թուղթուկրիչով։ Իրանք այդ մասով չեն խոսում, չեն ասում։ Երբ որ Ռուսաստանի բազան այստեղ զինված բազան այստեղ գտնվում է, Ալիևը երբեք չի նշում, որ ռուսական զորքերը պետք է դուրս գան այստեղից։ Ինչի՞ չի նշում։ Հիմա այդ պայմանագրով պետք է դուրս գան։ Չգիտեմ ես էլ այդ մասը մնացել է փակ։ Եվ վտանգ չեք տեսնում, որ դուրս գան, եթե անգամ նման համաձայնության կան։ Ումից վտանգ տեսնեմ։ Ադրբեջանից։ Այսինքն Ադրբեջանը որ արձակվա, ռուսական այդ բազան կանգնելու Ադրբեջանի դեմ։ Չի կանգնելու։ Մենք տեսանք, որ չկանգնեց, երբ որ Ադրբեջանը 21 թվին, 22 թվականին երբ որ արձակվավ, ռուսական այդ կարելի է պարեկ համարել իրանց, ինչ որ կարելի է համարել, Վարդենուսում կանգնած էին, Եղեգնաձորում կանգնած էին։ Մի օր առաջ իրանք թողեցին թռան։ Թողեցին գնացին, մի օր առաջ։ Ու նաև մեզ չզգուշացրեցին, որ մենք գնում ենք հարձակում ալնելու ձեր երկրի վրա։ Նույնիսկ այդ չասեցին։ Պատերազմից հետո 20 թվականից հետո, 21 թվականին, 22 թվականին, երբ որ ջերմուկի վրա հարձակվեցին, երբ որ Սև լիճեր մտան, երբ որ Վարդենիս մտան, Վարդենիսի տարածքը։ Որքան էլ որ դժգոհություններ կան, այնուամենայնիվ դուք չեք կարծում, որ ավելի վտանգավոր կլինի, եթե իսկապես Հայաստանը մնա միայնակ Ադրբեջանի դեմ։ Հատկապես երբ նրանց մեջքին Թուրքիան է կանգնած։ Ոչ, ես չեմ տեսնում։ Եթե նրանց մեջքին Թուրքիան է կայնած, Ռուսաստան մեր մեջքին կայնած չի։ Ռուսաստանը մեր համար ոչ մի բան չի անելու, այդ բազան մեր համար ոչ մի բան չի անելու։ Ինչպես չարեց մնացած տեղերում, այնպես է չի անի այդտեղ։ Եթե հույսը դրել եք, որ ռուսական բազան պետք է գա ադրբեջանցիների հետ կռվի, դու չար սխալվում եք։ Չի կռվելու ինքը։ Ադրբեջանը իր իսկական դաշնակիցը Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը։ Քննադատում են ձեզ, որ դուք շարունակական կերպով խորացրել եք Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակը դեպի վատը։ Այսինքն ես եմ խորացել, Իշխանությունը։ Մի րոպե, իշխանությունն ինչ է արել վատ։ Երբ որ կա իրականություն, երբ որ այդ մարդիկ ասում ենք, որ այդ մեր դաշնակիցն են ռազմական, ասում ենք, ռազմավարական դաշնակիցն են, մենք տեսանք, որ ինքը ոչ մի բան չարեց, հետո դիմեցինք իրանց, ասին, դե ձեր սահմանները սահմանազատված չեն, սահմանակցված չեն, մենք շատ գիտենք ջերմուկը Հայաստանի տարածքա, թե Ադրբեջանի տարածքա։ Իրանք մեզ այդտենց են պատասխանել։ Հիմի դրանից հետո էլ մենք ինչ պետք է հույս տնենք, որ Ռուսաստանը կարա ինչ-որ տեղ մեզի օգնի։ Հիմա մենք պետք է նեղացած մնանք, այսպես Ռուսաստանի հետ, ու կարծում եք պետք է հեռանան ռազմաբազան այստեղից հեռացվի։ Մենք նեղացած չենք, մենք ուղղակի հասկացել ենք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ իրական։ Ինքը իրական Ադրբեջանի դաշնակիցն է, որտեղ ինքը օգուտներ ունի Ադրբեջանից։ Հայաստանից ինքը օգուտներ չունի։
ինչ պետք էր Հայաստանից, ինքը արդեն տարել է ինքը։ Երբ որ գույք պարկի դիմաց մենք երկրի են բոլոր կարևորագույն օբյեկտները նվիրեցինք իրանց։ Հիմա իրանք գտնում են, որ մենք էլ չունենք բան տալու իրանց։ Մենք ունենք դաշնակից, տեսեք, դուք ամիսներ առաջ երբ մենք խոսում էինք, ասում էիք ամենն մեզ կօգնի եւ այլն, բայց եկավ Թրամփը եւ տեսնում ենք, որ առանձնապես նույնիսկ այն համաձայնագիրը, որ կնքվել էր Թրամփի Բայդենի հեռանալուց եւ Թրամփի օրոք, որևէ ընթացք չի տրվում, նույնիսկ այն մարդիկ, որ պետք է գային սահմանին վերապատրաստում իրականացնեն, իրենք էլ չկան։ Այսինքն որևէ դաշնակից չունենք այս։ Դա դաշնակիցից պետք է ձեռք բերենք մենք։ Ձեռք բերենք դաշնակիցներ։ Պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, որ մենք դաշնակից ունենանք։ Օրինակ, ասենք Ֆրանսիան, եվրոպական մի շարք երկրներ, հենց թեկուզ Ամերիկան, այս հարցերում իրանք էլ են ակտիվ, չէ՞, որ պետք է խաղաղության պայմանագիրը կնքվի։ Ու ես ասել եմ միշտ, մենք հույսը մեր վրա պետք է տնենք։ Մեր ժողովուրդ պետք է հույս տնի մեր վրա։ Վերջապես պետք է մենք սովորենք մեր երկիրը մենք պահենք, մենք պաշտպանենք մեր երկիրը։ Միշտ ասեմ, այո, պետք է մենք դաշնակիցներ ունենանք, բայց նաև պետք է ցանկություն ունենանք, որ մենք մեր երկիրը պահենք։ Սիրենք մեր երկիրը պետք է սիրենք։ Ոչ թե Ռուսաստանից, Ամերիկայից, Ֆրանսիայից սիրենք խոսքերով, բառերով, որ ոնց որ իրանք բան են անում, խորհուրդ են տալիս, այնպես թե մենք ոնց նստենք, ոնց խոսանք ու մեծ ոնց խոսանք, ինչ ծեվի ապրենք, մենք ինքներս ովքեր Հայաստանում ապրում են, պետք է հասկանան, եթե վաղը պատերազմը լինի, էլի մեր երեխեքն են այդ պատերազմ տանողները, կռվողները, ովքեր որ իսկ այն մարդիկ, ովքեր որ հայրենասեր են, Ամերիկայից մեզ խորհուրդ են տալիս, որ գնացեք Ռուսաստանի հետ բան արեք, նորից սկսեք, այն մյուսը Ֆրանսիայից ասում, այն մյուսը Ռուսաստանից ասում, որ Ռուսաստանի հետ լավ է, Ռուսաստանի հետ պետք է շարունակենք։ Հա պետք է մենք տենանք, որ մենք պետք է տենանք, չէ՞ որ այդ Ռուսաստանի հետ շարունակելը արդյունք է տալու։ Արդյունք է տալու, բայց որ մենք տեսնում ենք ոչ մի արդյունք չկա, գալուզիները առավոտից իրիկուն մեզի վախեցնում են, հաթաթա են տալիս, Ադրբեջանին հրահրում են մեր դեմ, ամեն ինչ անում են իրանք այդ մարդիկ, որպեսզի Հայաստանը իրանք կարողանան նորից մտցնեն իրան կազմի մեջ են ուզում մտցնել։ Հիմա պարոն Մելքոնյան, ձեր ձախողումը չէ իշխանության, որ որևէ դաշնակից Հայաստանը չունի։ Ինչու այս վերաբերմունքը չկար նախորդ իշխանության ժամանակ Ռուսաստանի կողմից։ Հիմա ԱՄՆ-ի հետ իբրև թե հարաբերություններ էր հաստատվում, դա էլ գրվեց սառույցին եւ որևէ մեկը չի հիշում այդ պայմանագրի մասին։ Սա ձեր ձախողումը չէ ձեր իշխանության։ Իշխանության ձախողում այդտենց հասկացողություն չկա։ Դուք հիմի դուք ասում եք կորոնա վիրուսը, որ եկա բերեցիք Հայաստան, իշխանություններին մեղադրում եք կորոնավիրուսի մեջ, մեղադրում եք, որ մենք վատ պայմաններով ենք Ադրբեջանի հետ խոսացել, 20 թվականին Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, ասում եք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցներ, Ռուսաստանը մեր դաշնակից եղել է մինչև 20 թիվը, 20 թվականին, 18 թվականին Ռուսաստանի հետ ինչ բան եղել Երբ որ Սիրիայում զորք էր գնում, հապկեց մենակ Հայաստանը մասնակցեց դրան, որ Ռուսաստանի հետ գնաց Սիրիա։ Մնացած ոչ ոք չգնաց, ոչ բան չարեց։ Հապ գլխավոր քարտուղարին կանոնավորեցիք, Պուտինին չդիմավորեցիք, ինչպես որ պետք էր։ Ուրեմն այս ամենը հարաբերությունների ճգնաժամ ստեղծեց։ Ումը չդիմավորեցինք։ Վլադիմիր Պուտին։ Ոչ չդիմավորեցինք։ Երբ որ գալիս էր Փաշինյանը սպասում էր, թե ինչ եւ կմոտենա։ Դուք էլ այդ ժամանակ շատ ողջավորված եք նկատի ունեմ իշխանության անդամները, որ շատ ճիշտ է արել։ Չէ, մի րոպե, եթե մի կարգ կա բոլորի համար, ուրեմն բոլորին վերաբերում է, չէ՞ այդ կարգը։ Ուրեմն ոչ ոք ոչ պետք է նեղանա, ոչ էլ, որտեղ այդ ժամանակ բոլոր հապկի անդամ պետությունների ղեկավարները եկան Հայաստան։ Բոլորը նույն կարգով են եկել, նույն ձևով են եկել։ Այդ մեր նախկին իշխանություններ, որ վազում փաթաթվում էին ոտերը բանը, ինչ արեց։ Այդ պատերազմը իրանք չբերեցին մեր երկրի գլխի։ Ընդդիմությունն է բերել պատերազմը մեր գլխի։ Ինչ ընդդիմություն։ Ասում եք պատերազմը չբերեցին մեր գլխի։ Չէ։ Որ գնում փաթաթվում են։ 20 տարի իշխել են այս երկրում։ 20 տարում թող կարողանային լուծեին, թե Արցախի հարցը, թե Հայաստանի հարցը, թող լուծեին։
Իրանք են եղել, չէ՞։ Առաջի դեմքերը երկրի առաջի դեմքերն իրանք են եղել։ Բա լուծեին այդ խնդիրները, ինչի չլուծեցին։ Բերեցին ասերին 20 թվականի պատերազմին, բայց մի մոռացի 16 թվականին էր սկսում այդ պատերազմը։ 16 թվականի քառորյան, որ սկսավ, այդտեղից է սկսվել 20 թվականի այս անհաջողությունները։ Չշարունակվեց, չէ՞, 4 օր տևեց բան Մելքոնյան։ 4 օրից բազան փաթաթվան թե շուտ արա փրկի մեզեվա։ Լավ չէր, հիմա էլ գնային փաթաթվեին, որ 44 օր չտևեր այդքան Իմի գնացին, մերոնք քանի անգամ բան արեցին, որ պետք է արվի, իրանք չարեցին։ Իրենք ասում են, որ մենք ուզեցել ենք դադարեցնենք պատերազմը, հոկտեմբերի 27-ին Փաշինյանը հրաժարվել է 22-ին։ Բայց ամեն դեպքում խոսենք նաև Գյումրիից եւ Փարաքարի ընտրություններից, այսպես կարծիք կա, որ բոլորը մերժում են ԿՊ-ին եւ 2026-ին քաղաքացիական պայմանագիրը վերընտրվելու շանսեր չունի։ Բայց դու ինչքան ես մանարած ես ԿՊ-ի բանով որ անդադ նախ քաղաքացիական պայմանագիր, դու ԿՊ մի ասեք քաղաքացիական պայմանագիր, ինչ վատ է։ Այն որ ասում են ինչքան ուզենք այնքան խփենք Գյումրիում։ Էդ էր լավ թե իմի որ ամեն մարդ ազատ է իր ընտրության մեջ։ Մարդիկ գնաց են ընտրել են։ Եվ առաջի ուժը քաղաքացիական պայմանագիրն եղել, որ 17000 ցենա տարե։ 37% ցենա տարե։ Իսկ մինչև այդ Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը այդքան ցեն չի տարե, 7000 ցենա տարե։ Իսկ հիմի այդքան եղել, լավ կլներ որ կայնային ասեն ինչքան ուզենք այնքան խփենք։ Հիմի այդ փառք ասած ինչքան ուզեմ խփելը չկա։ Մարդը արդեն իր ցայնի տերն է։ Հա, բայց սա խոսում է այն մասին, որ ժողովուրդը մերժում է իշխող ուժին։ Չի ուզում որ Մի րոպե 37%-ը ժողովրդի 37%-ը իշխող ուժին է ձեն տվել։ Բայց Փարաքարի ընտրությունները կար, Մասիսի ընտրություններում եւս ընդդիմադիր գործիչը հաղթեց, նույնը Վանաձորում։ Վատա որ ընտրությունն էտում ազատ ժողովուրդը իր ցենովում ուզում են էլ տալիս է։ Բայց դա չի անհանգստացնում իշխող թիմին, որ չեք վերընտրվելու 2020։ Մենք Դուք իշխող ուժի փոխարեն մի մտածեք։ Ես հարցնում եմ, դուք անհանգստություններ չունեք, այսինքն եթե ժողովուրդը հիասթափված է, դա ձեզ չի անհանգստացնում։ Ուրեմն ժողովուրդը հիասթափված չէ, ուղղակի ժողովրդին այնց են ներկայացնում, որ ժողովուրդը իբր հիասթափված է։ Ժողովուրդը հիասթափված չէ։ Քանի անգամ եք ցանկացել իշխանապողություն անել։ Ինչքան մարդ է կանգնել ձեր կողքը։ Ինչքան մարդ կանգնեց, օրինակ Բաղդադ Սրբազանի։ Ինչքան մարդ կանգնեց։ Բոլոր լրատվամիջոցներով, ամեն քիչ մարդեր կանգնել։ Այդ օրը շատ այսպես վախեցած կալյաններ ասել եւ հուզված էին իշխանության ներկայացուցիչները։ Զարմացած էին, թե այդքան նոյեմբերի 9-ին։ Որ մեկն է հուզված եղել։ Հիմա կարող ասեք, կեսնել փախել են արտասահման այդ վաղ։ Ինչ ուզեն։ Դեպքում մեծ թվով մարդիկ էին հավաքված հանրապետության հրապարակում։ Բայց ժողովուրդը թող հավաքված լինեն, ասեն 30-40 հազար։ 30-40 հազարից ավել մարդ չի հավաքվել այնտեղ։ 30-40 հազարը մեր ընտրողների քանի տոկոսն է։ Նույնիսկ իրանց ցայները, որ մոտ 200 հազարի սահմաններում էին, այդքան գոնե իրանք մարդ պետք է հավաքեին ընդդիմությունը։ Գոնե այդքան մարդ պետք է հավաքեին։ Այդքան էլ չկարացին հավաքեին։ Դրա կեսն էլ չհավաքվա։ Հիմա դուք վստահ եք, որ 2026-ին իշխող ուժը վերընտրվելու է։ Ուրեմն ես վստահ եմ, որ 2026 թվականին նույն ձևի ընտրություն է լինելու, ժողովուրդն է ընտրելու։ Ժողովուրդը կորոշի, կընտրի իշխանությանը, այս իշխանությանը։ Կընտրի, չի ընտրի, ուրիշին կընտրի, ուրիշ մարդ կլինի իշխան։ Այդքան հեշտ իշխանությունը կհանձնեք։ Փաշինյանը այդքան հեշտությամբ կհանձնի ժողովրդին։ Ուրեմն իշխանությունը ժողովրդինն է։ Ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի իր կառավարիչ։ Դա ժողովուրդն է։ Փառք Աստծո, իմի ժողովրդից են արդեն հաշվի առնող կա, մարդ արդեն իրան մարդ ազգում, գիտի որ Իրանից է կախված այս երկրի ճակատագիրը։ Իմի այդ ժողովուրդն էլ կորոշի ում է ձեն տալու են էլ կդառնա իշխանություն։ Բայց դուք ինչ կանխատեսում եք, ձայն կտան իշխող ուժին եւ ինչի համար պետք է ձայն տան, հանուն ինչի։ Ուրեմն նախ առաջի հերթին
քիչ բան չի արվի այս երկրում։ Քիչ բան չի արվի, ամենակարևոր որ մարդը ազատ է ապրում այս երկրում։ Ամենակարևոր արդեն մարդը զգացել է իր ազատության գինը, որ ինքը ազատ ապրում է այս երկրում։ Իրան չեն գալիս տնից քաշեն, տանեն կալանավորեն, իրան չեն կարա քշեն ավտոն վրեն, գցեն ավտոյի տակ, ու մնացածը 1000 բան եք տեսել դու այդ ամբողջ ժամանակաշրջանը ապրել ես եւ տեսել ես ինչեր կատարում են ժամանակ։ Ընտանիքով տանեին կորցնեին, եթե մեկը իշխանության որևէ մեկի անդամին ինչ որ հայոյանք տար կար որեցե մի բան աներ։ Տանեին կորցնեին։ Վառապացույց են Դաշնակ Պողոս Պողոսյանին ինչի համար։ Մի հատ բարև տալու համար հենց տեղում տվին սպանեցին։ Մոռացել եք էդի։ Իսկ հիմա որ Արցախը կորցրել ենք, այդքան զոհ ենք ունեցել, սահմանին մշտապես կրակոցներ, անվտանգային համակարգ չկա եւ անդադ լարվածության մեջ է ժողովուրդը, սա կարեւոր չէ ժողովրդի համար։ Որը Գործական են այս ամեն ինչը։ ժողովրդի համար ամեն ինչն էլ առաջնայինն է։ Անվտանգությունը չէ առաջնային։ Առաջնային անվտանգություն։ Անվտանգության համար էլ բանակ ունենք, զինվում ենք, այդ ժողովրդի անվտանգությունն էլ մեր բանակի վրա է, այդ գործողություններ կատարվում են։ Բայց հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ դժգոհություն ունեն, որ չեք կարողանում ապահովել անվտանգությունը։ Խաղաղություն չեք կարողանում հաստատել։ Խաղաղություն հաստատելը մեզնից չի կախված։ Խաղաղություն հաստատելը կախված է երկու մարդուց, երկու պետությունից։ Եթե մի պետությունը ցանկանում է խաղաղություն, այն մյուսը չի ցանկանում, այդ խաղաղությունը չի լինելու։ Դրա համար պետք է երկուստեք լինի այդ համաձայնությունը, որ իրանք կարողանան կան խաղաղության։ Էս է հիմնականը։ Կարծում եք կհաջողվի խաղաղություն հասնել։ Ինչ թվում է, հա։ Ինչով եք այդքան վստահ։ Վստահ եմ, որտեղ ցանկություն կա խաղաղություն, պայմանագիրը կնքելու։ Դե հիմի որ իրանց լսում ես, իրանք էլ իրանց բառապաշարը փոխել են, իրանք էլ բաներ են առաջ քաշում նորից թազա պայմաններ եւ աշխարհը տենում է, չէ՞ որ ինչ որ պայմանավորվել էինք, արել ենք այդ ամեն, հիմա իրանք նորից սկսում են թազա պայմաններ, որը ասենք բան չի էլի։ Ասում են Փաշինյանին օդու ջրի պես պետք է այս փաստաթուղթը, որպեսզի ընտրություններից առաջ ցույց տա, որ ինքը հաղթանակ ունի, ձեռքբերում ունի։ Փաշինյանին օդու ջրի պես պետք չի, մեր ժողովրդին է օդի ջրի պես պետք խաղաղություն։ Մենք չենք ուզում մարծովի, մենք չենք ուզում մեր երեխեքին նորից զոհենք, նորից պատիվ։ Խաղաղություն իսկապես հաստատվի։ Հա, դե հիմի դու ասում ես Փաշինյանին, էլ այնպես բանով եք խոսում Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի մասին, որ ոնց որ մի րոպե, ոնց որ այդ բանը, այդ կուսակցությունը, չգիտեմ, ներմուծմելա որ երկես։ Մեր ժողովուրդն է, չէ՞, նույն քաղաքացիական պայմանագրի անդամները կուսակցության մեր ժողովուրդն են։ Իշխանությունը մերն է, բոլորիս է։ Այս իշխանությունը ինչ որ անում է, երկրի համար լավ։ Գոնե մեկ-մեկ էլ լավը բան արեք, էլի, լավը տեսեք։ Լավը տեսնում եք, բայց լավի մասին չեք խոսում։ Դու մենակ խոսում եք վատի մասին, վատ ենք։ Դե անհանգստացող հարցերն էլ ասում եք, ցեզի որ էսենց է։ Դուխները տեղը պահեք, ամեն ինչ լավ կլինի։ Դուխով։